Ինչու են բարի քրիստոնյաները վերածվում թշնամիների հենց եկեղեցու պատերի ներսում։ Պատկերացրեք մի համայնք, որը պառակտված է սուրտ գործի շուրջ։ Մի կողմը պայքարում է Աստծո տան փառքի համար, մյուսը կարիքավորներին օգնելու։ Երկուսն էլ վկայակոչում են ավետարանը, բայց նրանց բարի մտադրությունները ծնում են միայն ատելություն։ Նրանք բոլորը բաց են թողնում ավետարանի այն մեկ տեսարանը, որը կարող էր կանխել այս աղետը, մի դրավագ, որը մենք բոլորս կարդում ենք, բայց երբեք իսկապես չենք հասկանում։ Այսօր մենք ցույց կտանք, թե ինչպես է Քրիստոսի մեկ հաճախ անտեսված գործողությունը բացահայտում մեր բոլորի կրոնական հպարտությունը։ Բայց ամենակարևորը, դուք կտեսնեք, թե ինչպես է այս բացահայտումը ստիպում ամենահամառ ու ինքնավստահ մարդուն ծնկի գալ ոչ թե Աստծո, այլ իր երեկվա հակառակորդների առաջ, ամբողջությամբ փոխելով համայնքի ճակատագիրը։ Սա ոչ թե տեսություն է, այլ իրական հոգևոր զենք, որը փոխում է ամեն ինչ։ Պատրաստ եք տեսնելու այն, ինչը քաքնված է բոլորի աչքից։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Սուրբ Վարդանանց եկեղեցու ծխական խորհրդի սենյակում օդը թանձր էր չսված խոսքերից և զսպված հոգոցներից։ Խորանի մոմերի բույրը խառնվել էր լարվածության սուր հոտին։ Կենտրոնում 40-ամյա Արամն էր, բարձրահասակ, սուր հայացքով մի մարդ, ում ձայնը նույնիսկ հանգիստ խոսելիս կտրում էր օդը պողպատի պես։ Նա եռանդուն ծխական էր, մեկը նրանցից, ովքեր եկեղեցին իրենց երկրորդ տունն էին համարում, սակայն նրա եռանդը հաճախ սահմանակից էր անզիջումությանը։ Հայր Սուրբ, մենք չենք կարող փոխզիջման գնալ Աստծո տան փառքի հարցում, ասում էր նա, ձեռքի գրիչով թխթկացնելով սեղանին։ Եկեղեցու գմբեթը պետք է վերանորոգվի լավագույն նյութերով, իսկ սրբապատկերները պետք է պատվիրվեն ամենահամուտ որպետներին։ Սա մեր զոհողությունն է առ Աստված, խնայողություններն այստեղ տեղին չեն։ Նրա դիմաց նստած էր 35-ամյա Անին, նրա աչքերում, որոնք ժամանակին փայլում էին հավատքի կրակով, հիմա հիասթափության ստվերն էր սողոսկել։ Եղբայր Արամ, բայց միթե Աստծուն ավելի հաճելի չի լինի, եթե այդ գումարի մի մասը ուղղենք վերջերս մեր քաղաք տեղափոխված հայրենակիցների ընտանիքներին օգնելուն։ Նրանք տանիք կարիք ունեն, իսկ մենք ոսկեզոծ գմբեթի մասին ենք վիճում։ Մեր սերը գործով չպետք է ցույց տանք։ Վեճը նուր չէր, ամիսներ շարունակ համայնքը պառակտվել էր։ Յուրաքանչյուր նախաձեռնություն, բարեգործական ճաշկերույթից մինչև կիրակնօրյա դպրոցի ծրագիր, վերածվում էր մարտի դաշտի։ Կողմերն իրար մեղադրում էին հոգևոր անտարբերության կամ ընդհակառակը ցուցադրական բարեպաշտության մեջ։ Այս լարվածությունը քշում էր նորեկներին և հոգնեցնում հներին։ Այս ամենը լուր դիտում էր համայնքի հովիվը, 50-ամյա հայր Տիգրանը։ Նրա իմաստուն աչքերում ցավ կար, բայց ոչ հուսահատություն։ Նա գիտեր, որ իր հոտը հիվանդացել է մարդկային ամենատարածված հիվանդությամբ, հպարտությամբ, որը քողարկվում էր բարի մտադրությունների դիմակի տակ։ Նա համբերատար սպասում էր ճիշտ պահի, իր հոտին հիշեցնելու այն միակ դեղամիջոցի մասին, որը կարող էր բուժել նրանց։ Այդ երեկո, երբ բոլորը հեռացան, հայր Տիգրանը մնաց եկեղեցում։ Նա ծնկի իջավ խորանի առաջ, որտեղ Քրիստոսի սրբապատկերը կարծես սիրով ու թրթռությամբ նայում էր իրեն։ Տեր իմ Հիսուս, շշնջաց նա, քո աշակերտները մոռացել են քո գլխավոր պատվիրանը, նրանք կառուցում են քարե պատեր, բայց քանդում են կենդանի եկեղեցին, միմյանց սրտերը։ Իմաստություն տուր ինձ, նրանց հիշեցնելու քո խոսքերի զորությունը։ Հաջորդ կիրակի հայր Տիգրանը բարձրացավ ամբիոն։ Եկեղեցին լեփ-լեցուն էր, բայց նստարանների շարքերում անտեսանելի սահմաններ էին գծված։ Արամն իր համախոհների հետ նստած էր աջ կողմում, իսկ Անին և մյուսները ձախ։ Նրանք նույնիսկ միմյանց չէին նայում։ Հայր Տիգրանը բացեց ավետարանը և հանդիսավոր ձայնով սկսեց կարդալ Հովհաննեսի ավետարանից։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ, այնպես էլ դուք սիրեք միմյանց։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սեր ունենաք միմյանց հանդեպ։ Նա մի պահ լռեց, թույլ տալով, որ խոսքերը ներծծվեն լարված լռության մեջ։ Սիրելի հավատացյալներ, սկսեց նա իր քարոզը, այս խոսքերը մեր Տերը չասաց անցողիկ զրույցի ժամանակ, սա նրա հրաժեշտի խոսքն էր, նրա կտակը։ Փոխարենը ես խնդրում եմ ձեզանից յուրաքանչյուրին ամեն օր տանը կարդալ մեկ գլուխ Հովհաննեսի ավետարանից, սկսած 13-րդ գլխից, որտեղ Տերը տալիս է իր նոր պատվիրանը։ Եկեք ոչ թե վիճենք, այլ միասին աղոթենք և խնդրենք Սուրբ Հոգուն բացելու մեր մտքի աչքերը և հասկանալու, թե ինչ է Տերը պահանջում մեզանից։ Մեկ շաբաթից կհանդիպենք և կկիսվենք ոչ թե մեր կարծիքներով, այլ նրանով, թե ինչ է Աստված խոսել մեր սրտերի հետ։ Սենյակում լռություն տիրեց։ Առաջարկն անսպասելի էր։ Մարդիկ սովոր էին պայքարել իրենց տեսակետի համար, ոչ թե լռել ու լսել Աստծուն։
Ոմանք սա համարեցին ժամանակի կորուստ, մյուսները խնդրից խուսափելու միջոց։ Բայց հայր Տիգրանի հայացքի մեջ այնքան իմաստություն եւ հայրական հոգատարություն կար, որ ոչ ոք չհամարձակվեց առարկել։ Նրանք դժկամությամբ համաձայնեցին։ Խնդիրը մարդկային միջոցներով լուծելու փորձերը ձախողվել էին։ Հիմա եկեղեցական իմաստության միջամտության եւ Հիսուսի խոսքերի խորը ուսումնասիրության ժամանակն էր։ Հաջորդող օրերը տարօրինակ էին Սուրբ Վարդանանց համայնքի համար։ Արտաքնապես լռություն էր տիրում, բայց ներսում փոթորիկ էր։ Արամը, լինելով կարգապահ մարդ, ընդունեց հայր Տիգրանի առաջարկը։ Ամեն երեկո նա նստում էր իր աշխատասենյակում եւ կարդում էր Հովհաննեսի ավետարանը։ Սակայն որքան շատ էր կարդում, այնքան ավելի էր ամրանում իր ճշմարտացիության մեջ։ «Ինչպես ես սիրեցի ձեզ», մտածում էր նա, իսկ ինչպես սիրեց Հիսուսը, նա դուրս հանեց առևտրականներին տաճարից, նա փարիսեցիներին կշտամբեց իրենց կեղծավորության համար, նա երբեք փողզիջման չգնաց ճշմարտության հարցում։ Ուրեմն իմ պայքարը եկեղեցու սրբության համար հենց Քրիստոսի սիրո դրսևորումն է։ Մյուսները պարզապես չեն հասկանում դա, նրանք պատրաստ են զոհաբերել Աստծո տան փառքը հանուն մարդկային զգացմունքների։ Նրա համար Հիսուսի խոսքերը դարձել էին զենք, իր դիրքերն ամրապնդելու համար։ Նա չէր տեսնում իր սեփական հպարտությունը, իր սրտի կոշտությունը։ Նա կարդում էր տառը, բայց բաց էր թողնում հոգին։ Անիի համար այս շաբաթը դարձավ տանջանքի շրջան։ Նա կարդում էր նույն տողերը, եւ դրանք խոցում էին նրա հոգին։ Սիրեք միմյանց։ Նա փակում էր ավետարանը եւ հիշում էր վերջին ժողովի դառը խոսքերը, մարդկանց սառը հայացքները։ Ինչպես կարող եմ սիրել մեկին, ով ինձ չի հարգում, ով իմ մտադրությունները սխալ է մեկնաբանում։ Սա անհնար է, գուցե ես այլևս տեղ չունեմ այս համայնքում։ Հիսուսի պատվիրանը նրան թվում էր անտանելի բեռ, մի չափանիշ, որին ինքը եւ իր համայնքը երբեք չէին կարող համապատասխանել։ Նրան ներքին պայքարը մարդկային անկարողության զգացումի եւ աստվածային պատվիրանի բարձր պահանջի միջև էր։ Իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ համայնքի դրամահավաքի արդյունքները հայտնի դարձան։ Պարզվեց, որ վերջին ամիսներին նվիրատվությունները զգալիորեն նվազել են։ Այս լուրը յուղ լցրեց կրակի վրա։ Արամի կողմնակիցները սա համարեցին իրենց ճշմարտացիության ապացույցը։ Տեսնում եք, մարդիկ չեն ուզում գումար տալ, երբ տեսնում են, որ այն կարող է ծախսվել ոչ թե եկեղեցու, այլ անհասկանալի նպատակների վրա, ասում էին նրանք։ Մյուս կողմն էլ պնդում էր, մարդիկ հոգնել են անվերջ վեճերից եւ չեն ուզում աջակցել պառակտված համայնքին։ Ներքին պայքարը սրվում էր։ Մարդկային բանականությունը յուրաքանչյուրին թելադրում էր իր ճշմարտությունը։ Արանի բանականությունն ասում էր. «Պինդ կանգնիր, մի նահանջիր, դու պայքարում ես սուրբ գործի համար»։ Անիի բանականությունն ասում էր. «Հեռացիր, այստեղ հոգևոր կյանք չկա, սա պարզապես մարդկային փառասիրության թատրոն է»։ Եվ այսպես այն շաբաթը, որը պետք է դառնար հոգևոր խորհրդադասման եւ հաշտության շրջան, վերածվեց դիրքերի ամրապնդման եւ հուսահատության խորացման շաբաթի։ Հիսուսի իմաստությունը մնում էր փակ գիրք, որովհետեւ սրտերը փակ էին։ Թվում էր, թե ոչինչ չի կարող կոտրել այս սառույցը։ Շաբաթվա վերջին օրը, հաջորդ ժողովի նախօրեին, Արամը նստած էր իր սենյակում։ Նա կատարել էր իր խոստումը եւ կարդացել էր ավետարանի նշված հատվածները, բայց սրտում անհանգստություն կար։ Նա զգում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Նա վերցրեց ավետարանը, որպեսզի վերջին անգամ կարդա այն հատվածը, որտեղ Հիսուսը խոսում է սիրո մասին։ Սակայն այս անգամ նրա աչքը զարնվեց ոչ թե 34-րդ խոսքին, այլ դրան նախորդող տեսարանին, Ոթնլվայի խորհրդին։ Նա կարդում էր, թե ինչպես էր Հիսուսը, իրենց Տերն ու Վարդապետը, ծնկի իջնում եւ լվանում իր աշակերտների ոտքերը, նույնիսկ Հուդայի, ով պիտի մատներ նրան։ Արամը կարդում էր Պետրոսի բողոքը. «Տեր, դու ես իմ ոտքերը լվանում»։ Եվ Հիսուսի պատասխանը. «Եթե ես, Տերս ու Վարդապետս, ձեր ոտքերը լվացի, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ»։ Այդ պահին Արամի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Կայծակնային մի լուսավորում խոցեց նրա հպարտության զրահը։ Նա հանկարծ հասկացավ. Հիսուսի սերը ոչ թե վերևից ներքև ուղված, ճշմարտությունը թելադրող սեր էր, այլ խոնարհվող, ծառայող, մյուսի կարիքն իրենից վեր դասող սեր։ Ոթնլվան սիրո գործնական դրսևորումն էր, եւ դրանից անմիջապես հետո էր Հիսուսն ասում. «Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի»։ Ինչպես, շշնջաց Արամը սարսափով։ Նա նկատի ուներ այսպես սիրել, խոնարհությամբ, ծառայելով, ներելով նույնիսկ նրան, ով քեզ դավաճանում է։ Իսկ ես ինչ էի անում։ Ես ոտքեր լվանալու փոխարեն կանգնել էի ամբիոնին եւ դատում էի բոլորին։ Ես պայքարում էի քարե գմբեթի համար, մոռանալով, որ իսկական եկեղեցին մարդկանց սրտերն են, որոնք ես իմ կոշտությամբ վիրավորում էի։ Տեր, ների ինձ։ Արցունքները խեղդեցին նրան։
Տարիներ շարունակ կուտակված ինքնաարդարացումն ու հպարտությունը հալվում էին Աստծո խոսքի լույսի ներքո։ Նա հասկացավ, որ սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, խոսքը վերաբերում է ոչ թե ճիշտ դավանանքին կամ շքեղ տաճարներին, այլ խոնարհ սիրուն։ Աշխարհը պետք է տեսներ, թե ինչպես են քրիստոնյաները լվանում միմյանց ոտքերը, այլ ոչ թե կողկրտում դրանք։ Այս հասկացողությունը ամբողջությամբ փոխեց նրա ընկալումը։ Վեճը եկեղեցու վերանորոգման շուրջ հանկարծ այնքան մանր ու անիմաստ թվաց։ Գլխավորը պարտվել էր։ Կենթանի եկեղեցին, Քրիստոսի մարմինը պառակտված էր, եւ մեղքի իր բաժինն ուներ նա։ Այդ գիշեր Արամը ծնկաչոք աղոթեց այնպես, ինչպես երբեք չէր աղոթել։ Նա չէր խնդրում հաղթանակ իր ճշմարտության համար, նա խնդրում էր ներում իր կուրության համար եւ ուժ վաղը վարվելու այնպես, ինչպես կվարվեր իր Տերը։ Նա ստացել էր իր կյանքի ամենամեծ հոգևոր հասկացողությունը Քրիստոսի իմաստությունից։ Ճանապարհը դեպի հաշտություն բացված էր, բայց այն սկսվում էր սեփական խաչելությունից։ Հաջորդ օրը ծխական խորհրդի սենյակում կրկին լարված լռություն էր։ Բոլորը սպասում էին, թե ով է արձակելու առաջին կրակոցը։ Հայր Տիգրանը աղոթքով սկսեց ժողովը եւ ապա դիմեց ներկաներին։ Մեկ շաբաթ մենք լռեցինք եւ լսեցինք Տիրոջը։ Խնդրում եմ, կիսվեք, թե ինչ բացահայտեց Աստված ձեզանից յուրաքանչյուրի համար։ Բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի Արամը։ Նրանք սպասում էին, որ նա կրկին կներկայացնի իր փաստարկները, այս անգամ ամրապնդված ավետարանից մեջբերումներով։ Սակայն Արամը դանդաղորեն բարձրացավ, եւ նրա դեմքին ոչ թե մարտական, այլ խաղաղ ու զղջացող արտահայտություն էր։ Հայր Սուրբ, հարգելի եղբայրներ եւ քույրեր, սկսեց նա հանգիստ ձայնով, որը զուրկ էր նախկին մետաղական երանգից։ Ես ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից յուրաքանչյուրից։ Այս ամիսների ընթացքում ես այնքան տարված էի քարե եկեղեցու շինարարությամբ, որ քանդում էի կենթանի եկեղեցին։ Ես խոսում էի ճշմարտության մասին, բայց մոռացել էի սիրո մասին։ Ես կարծում էի, թե ծառայում եմ Աստծուն, բայց իրականում ծառայում էի իմ հպարտությանը։ Ես սխալ էի։ Նա շարունակեց. Տերը ինձ ցույց տվեց, որ իր աշակերտը լինելու նշանը ոչ թե ճիշտ լինելն է, այլ միմյանց ոտքերը լվանալը։ Ես ձեր ոտքերը չլվացի, ընդհակառակը վիրավորեցի ձեզ իմ խոսքերով եւ գործերով։ Խնդրում եմ, ներեցեք ինձ։ Սենյակում տիրեց խուլ լռություն։ Մարդիկ ապշած էին։ Ոմանց աչքերում անվստահություն կար։ Միթե սա հերթական մարտավարական քայլն է, բայց մյուսները, այդ թվում Անին, տեսան Արամի աչքերի անկեղծությունը։ Նրա խոնարհությունը զինաթափող էր։ Անին առաջինը խախտեց լռությունը։ Նրա ձայնը դողում էր. Եղբայր Արամ, ես էլ պետք է ներողություն խնդրեմ։ Ես այնքան հիասթափված էի, որ սկսեցի դատել բոլորիդ։ Ես ինձ փակեցի իմ վիրավորանքի մեջ եւ մոռացա, որ ես էլ պետք է լինեի խաղաղարար, ոչ թե դժգոհող։ Ես էլ մոռացա Տիրոջ պատվիրանը։ Այս երկու խոստովանությունները կոտրեցին սառույցը։ Մեկը մյուսի հետևից մարդիկ սկսեցին խոսել ոչ թե նախագծերի ու գումարների, այլ իրենց սխալների ու զգացմունքների մասին։ Տարեց կինը, ով բողոքում էր անհարգալից վերաբերմունքից, խոստովանեց, որ ինքն էլ բամբասել է Արամի մասին։ Մեկ այլ տղամարդ ընդունեց, որ ֆինանսական հարցերը դիտավորյալ է բարդացրել, մյուս կողմին դժվար դրության մեջ դնելու համար։ Իհարկե ոչ բոլորն ընդունեցին այս փոփոխությունը։ Մի քանի հոգի լուռ նստած էին, թերահավատորեն դիտելով այս զգացմունքային տեսարանը։ Նրանց համար սա թուլության նշան էր։ Նրանք դեռ համոզված էին, որ սկզբունքներն ավելի կարևոր են, քան հարաբերությունները։ Համայնքի ներսում սկսեցին ձևավորվել ոչ թե թշնամական, այլ տարբեր հոգևոր հասունության խմբեր։ Նրանք, ովքեր պատրաստ էին ընդունել Քրիստոսի խոնարհության ճանապարհը, եւ նրանք, ովքեր դեռ կարճած էին իրենց մարդկային ճշմարտություններից։ Հայր Տիգրանը նայում էր իր հոտին, եւ նրա սիրտը լցվում էր երախտագիտությամբ։ Սերմը ցանվել էր։ Այն դեռ պետք է աճեր եւ պտուղ տար, բայց ամենակարևորը, հողը փափկել էր զղջման արդյունքներով։ Կյանքի նկատմամբ հարաբերությունների եւ մոտեցումների վերանայումը սկսվել էր։ Հաջորդ ժողովը նվիրված էր ոչ թե վեճերին, այլ գործնական քայլերին։ Արամը, հասկանալով, որ խոսքերը պետք է ամրապնդվեն գործով, առաջինը հանդես եկավ առաջարկով. Հայր Սուրբ, եղբայրներ, քույրեր, ասաց նա, ես առաջարկում եմ միավորել մեր երկու նախաձեռնությունները։ Եկեք իրականացնենք եկեղեցու վերանորոգում, բայց ոչ թե շքեղ ու ծախսատար, այլ անհրաժեշտ եւ համեստ։ Եվ եկեք դա անենք մեր սեփական ուժերով։ Մեր մեջ կան շինարարներ, ներկարարներ, վարպետներ։ Թող սա լինի ոչ թե պայմանագրային աշխատանք, այլ մեր համատեղ ծառայությունը, մեր շաբաթօրյակը իբար Աստծո։ Իսկ այն գումարը, որը կխնայենք, ամբողջությամբ ուղենք մեր կարիքավոր հայրենակիցների օգնելու համար հիմնադրամ ստեղծելուն։ Այս առաջարկը ծնված էր ոչ թե փողզիջումից, այլ նոր, ավելի բարձր տեսլականից, որտեղ Աստծո տան վայելչությունը եւ մերձավորի հանդեպ սերը ոչ թե հակասում, այլ լրացնում էին միմյանց։ Անին ոգեշնչված նայեց Արամին։ Նա տեսնում էր ոչ թե իր նախկին հակառակորդին, այլ Քրիստոսի մեջ եղբորը։
Նա անմիջապես աջակցեց առաջարկին եւ իր հերթին հավելեց. «Եվ եկեք այս հիմնադրամի կառավարումը վստահենք մի խորհրդի, որի կազմում կլինեն երկու կողմերի ներկայացուցիչները, թող սա լինի մեր միասնության առաջին գործնական քայլը»։ Հաջորդ շաբաթ եկեղեցու բակը վերածվեց շինհրապարակի։ Արամը, որը նախկինում միայն հրամաններ էր տալիս, հիմա սովորական բանվորի պես կրում էր ներկի դույլերը։ Նա աշխատում էր կողք կողքի այն մարդկանց հետ, ում հետ մինչև վերջերս թշնամաբար էր տրամադրված։ Աշխատանքի ընթացքում նրանք սկսեցին խոսել, կատակել, կիսվել իրենց հոգսերով։ Պարզվեց, որ նրանք շատ ավելի շատ ընդհանուրություններ ունեն, քան տարբերությունները։ Անին կազմակերպել էր կանանց, որոնք ճաշ էին պատրաստում աշխատողների համար։ Նրանք միասին աղոթում էին, երգում էին շարականներ։ Այն մթնոլորտը, որը տիրում էր եկեղեցում, վաղուց մոռացված էր։ Սա այլևս պարտականությունների կատարում չէր, այլ ուրախ ծառայություն։ Համատեղ աշխատանքը դարձավ լավագույն դեղամիջոցը։ Մարդիկ սկսեցին տեսնել ոչ թե միմյանց թերությունները, այլ արժանինքները, նրանք սովորում էին ներել, զիջել եւ ամենակարևորը՝ սիրել ոչ թե խոսքով, այլ գործով։ Հիսուսի խորհրդի կիրառումը սկսել էր իր բուժիչ ազդեցությունը։ Մի քանի ամիս անց Սուրբ Վարդանանց եկեղեցին փոխակերպվել էր։ Պատերը թարմ ներկված էին, նստարանները նորոգված, բայց ամենակարևոր փոփոխությունը ոչ թե քարի, այլ սրտերի մեջ էր։ Համայնքը վերագտել էր իր միասնությունը։ Մի կիրակի պատարակից հետո եկեղեցու բակում տոնական եռուզեռ էր։ Համայնքը նշում էր վերանորոգման ավարտը եւ միևնույն ժամանակ հանգանակություն էր կազմակերպել կարիքավոր ընտանիքների համար ստեղծված հիմնադրամի համար։ Այս առաջարկը Արամու եւ Անին կանգնած էին կողք կողքի, ոչ թե որպես հակառակորդներ, այլ որպես համախոհներ եւ ընդունում էին նվիրատվությունները։ Նրանց դեմքերին խաղաղություն էր։ Նրանք գտել էին այն ճանապարհը, որտեղ Աստծո փառքն ու մերձավորի սերը չեն բաժանվում։ Հանկարծ նրանց մոտեցավ մի երիտասարդ ընտանիք, ամուսին, կին եւ փոքրիկ երեխա, որոնց Արամու Անին առաջին անգամ էին տեսնում։ «Բարև ձեզ», ասաց ամուսինը, «մենք նոր ենք տեղափոխվել այս թաղամաս։ Մի քանի ամիս առաջ մտանք այս եկեղեցին, բայց այնպիսի լարված մթնոլորտ էր, որ այլևս չվերադարձանք։ Սակայն վերջերս մեր հարևաններից լսեցինք, որ այստեղ ամեն ինչ փոխվել է, եւ մենք որոշեցինք եւս մեկ անգամ փորձել։ Այսօր պատարակի ժամանակ այնպիսի սեր ու ջերմություն զգացինք, որ ուզում ենք դառնալ այս համայնքի մի մասը»։ Արամն ու Անին իրար նայեցին եւ նրանց աչքերում արցունքներ փայլեցին։ Սա գագաթնակետն էր։ Սա այն պտուղն էր, որի մասին խոսել էր Տերը։ Նրանց համայնքը վերջապես դարձել էր այն, ինչ պետք է լիներ՝ սիրո մի վկայություն, որը գրավում է մարդկանց դեպի Քրիստոս։ Նրանք հասկացել էին, որ ճշմարիտ եկեղեցին կառուցվում է ոչ թե քարից ու ոսկուց, այլ խոնարհությամբ, ներողամտությամբ եւ գործուն սիրով։ Այդ օրվանից Սուրբ Վարդանանց համայնքը սկսեց աճել։ Լուրը սիրո եւ միասնության վերականգնված մթնոլորտի մասին տարածվեց գրավելով նորանոր ընտանիքների։ Հայր Տիգրանը, տեսնելով իր հոտի հոգևոր վերածնունդը, շնորհակալություն էր հայտնում Աստծուն։ Արամը դարձավ ավելի իմաստուն եւ զիջող, իսկ Անիի հավատքը ավելի գործուն եւ հասուն։ Նրանք սովորեցին, որ տարբեր կարծիքներ ունենալը սարսափելի չէ, եթե հիմքում ընկած է միմյանց հանդեպ սերն ու հարգանքը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս պատմությունը մեզ հիշեցնում է Հիսուսի ամենակարևոր պատվիրանի մասին։ Մեր համայնքները, մեր ընտանիքները եւ մեր ազգը կարող են բարգավաճել միայն այն դեպքում, եթե մեր հարաբերությունների հիմքում դնենք Քրիստոսի սերը։ Սերը այն հիմքն է, որի վրա կառուցվում է ճշմարիտ եկեղեցին։ Կիսվեք, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում, երբ բախվում եք տարաձայնությունների։ Ինչպես կարող ենք մեր համայնքները դարձնել սիրո եւ միասնության վկայություն աշխարհի համար։ Թող Տերը բոլորիս օրհնի այդ ճանապարհին։